Որն է լավ, լավատեսը, վատատեսը, իհարկե դուք կասեք իրատեսը։ Աստվածաշնչյան զատիկը կամ ավելի ճիշտ փասեքը, որը նշանակում էր Աստված անցնում է վրայով կամ կողքով, Հիսուս Քրիստոսի մահն է խորհրդանշում եւ ոչ հարությունը։ Նախաքրիստոնեական ժամանակներում հայերը ունեցել են զատիկ տոն, որը նշում էին համարյա թե նույն օրը եւ նույն ձևով։ Ոմանք ասում են զատիկը դա զատվելն է, երբ խավարը զատվում է լույսից, ձմեռը զատվում է ամառից եւ մթությունը զատվում է լույսից։ Իսկ ոմանք էլ ասում են, որ դա զհատիկն է, այսինքն սկսվում էր ցանքսը, դրա համար սերմի օրհնության օրն էր։ Իսկ ոմանք էլ ասում են, որ զատիկը դա աստղիկ աստվածուհին է։ Օրինակ անգլերենում Passover բառի փոխարեն վերջերս օգտագործում են Easter, որը մեզ հիշեցնում է Իշտարին, Easter-ին, Աստարովթին։ Աստարովթը, որը նշանակում է աստղ, Աստարովթ աստվածուհին, որը հայկական դիցաբանության մեջ աստղիկն է, Նոյի կամ Արամազդի դուստրը, որը Վահագնի սիրեցյալն էր։ Աստարովթը ծնվել է ձվից, նապաստակի տեսքով, քանի որ պտղաբերության աստվածուհին էր։ Զատիկը նշվում է գարնանային գիշերահավասարի հաջորդ լիալուսնից հետո կիրակի օրը։ Տոնը կապված է արևի հետ, Բահաղի կամ Վահագի եւ Աստարովթի կամ աստղիկի հետ։ Իդեպ, հայերի համար ամենասուրբ սերը դա Վահագի եւ աստղիկի սերն էր։ Հնարավոր է ոմանք ասեն ձուն երկիրն է կամ գերեզմանն է, այն ժամանակ, երբ Աստծո զատիկը նշվում էր դառը խոտերով եւ բաղարջով, այսինքն անհամ, պարզապես անթթխմոր թխված հացով, այդ ժամանակ հեթանոսները Աստարովթի տոնը նշում էին կարկանդակներով, որոնց մեջ չամիչ էր։ Չամիչը ամենակարևոր աստարովթյան տոնական սնունդն էր։ Աստծո ժողովրդի համար մահվան դառնություն էր։ Հեթանոսների համար այդ օրը մեծ ուրախություն էր, քանի որ հարություն է առել Արեգակի Աստված։ Այն ժամանակ, երբ Աստծո ժողովուրդը զգում էր դառնությունը, գերության եւ ազատագրումը, այդ ժամանակ հեթանոսները տոնում էին եւ խաղեր էին անում։ Օրինակ ձվախաղը, որ ունի սեռական բնույթ։ Երբեմն հաղթում է նա, ում ձուն ջարդվում է, երբեմն ոչ։ Ձուն միշտ էլ եղել է երկրի եւ արգանդի խորհրդանիշը։ Եվ կռահեք թե ինչու է ձուն ներկվում կարմիր։ Այս օրերին ձու են ներկում մուսուլմանները Նովրուզ բարյամի ժամանակ։ Ներկում էին հին սլավոնները, հին գերմանացիները, աֆրիկացիները, չինացիները եւ մնացած ազգերը։ Ձուն կապ չունի քրիստոնեության հետ ընդհանրապես։ Վերջում հարց. ինչպես էին հին հռոմեացիները իրար ողջունում գարնանային տոնի ժամանակ, երբ Ադոնիսի հարության օրն էր, ինչ էին իրար ասում, երբ մարդիկ իրար էին հանդիպում։ Կարծում եմ դժվար չէ կռահել այսքանից հետո։